21 TV եթերում իր աշխատանքն է սկսում ապրենք առողջ է բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի շուրջծննդյան հոգեբանության բաժնի համակարգող պրենատալ հոգեբան Աննա Բադալյանին։ Մին զրույցին անցնելն ասեմ շնորհակալություն Klimt Beauty House-ին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Գյուրջան 17 հասցեում, հեռախոսահամարն է 077 31 30 74։ Բարի գալուստ մեր տաղավար, միշտ հաճելի է ձեզ տեսնել։ Շնորհակալ եմ հրավերքի համար, ինձ նույնպես։ Այս հաղորդման ընթացքում մենք խոսելու ենք մայրական դպրոցի, մայրության դպրոցի մասին, մասնավորապես քննարկելու ենք հոգեբանական կողմը միանշանակ եւ այս մասին խոսելու համար կարծում եմ ավելի լավ հյուր չէի կարող գտնել, հաշվի առնելով ձեր բավականաչափ փորձը, այդքան շատ հղիների, մայրիկների, հետծնդաբերական շրջանում գտնվող կանանց հետ աշխատանքը եւ նաեւ հաշվի առնելով այն գործունեությունը, որ դուք ծավալում եք, միանշանակ այսօր ստանալու եմ այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք հետաքրքրում են ապագա մայրիկներին եւ այն մայրիկներին, ովքեր հենց նոր կամ օրեր առաջ են ծննդաբերել։ Որտեղից սկսել եւ երբ սկսել, որպեսզի չունենանք այն խնդիրները, որոնց յուրաքանչյուր երկրորդ կին բախվում է հետծնդաբերական, ինչու ոչ նաև ծննդաբերական շրջանում։ Մայրության դպրոցի հոգեբանական, այսպես ասած, կարևորությունը։ Մայրության դպրոցի հոգեբանական ասպեկտը շատ կարևոր է, որովհետև հոգեբանների մեջ կա այսպիսի մի կարծիք, միայն արգանդը եւ կնոջ մարմինը մայրություն դեռևս չի ակնկալում, դրան անհրաժեշտ է նաեւ հոգեբանական պատրաստվածություն։ Բնականաբար հղիության ընթացքում բժիշկ գինեկոլոգին զուգահեռ անհրաժեշտ է նաեւ հոգեբանի աջակցություն, որտեղ կնոջ օրգանիզմում տեղի ունեցող բոլոր ֆիզիոլոգիական փոփոխությունները, որոնք ակնառու են եւ որոնք կնոջը պատրաստում է հետագա մայրության ընթացքին, ասենք դրանք շատ այսպես հետաքրքիր են, յուրօրինակ է կինը դա տեսնում է, դա շոշափում է, դրա հետ ապրում է, նրան վերահսկում է բժիշկ գինեկոլոգը, բայց այդ ամենից բխող հոգեբանական խնդիրները բնականաբար իհարկե, հետո բնականաբար դրանք անտեսանելի են ու արդյունքում կինը կանգնում է փաստի առաջ, տեղի ունենում հորմոնալ փոփոխություններ, որի արդյունքում կարծես թե փոխվում է կնոջ բնավորությունը, հանգիստ, բարի, կամեցող, հանդուրժող կինը դառնում է դյուրագրգիռ, դառնում է որոշակի փոփոխությունների ճգնաժամը, բերում է նրան, որ նույնիսկ ինքը իրեն չի ճանաչում։ Եվ սրանից էլ ավելի վատ է, չէ՞ զգում իրեն։ Իհարկե, փոխանակ վայելի մայրության այդ կարևոր գործոնը, հա, Աստծո ստացած պարգևը նոր կյանքի սկիզբ իր մեջ կրելու, ասենք, այդ վայելքը ինքը սկսում է որոշակի առումով այսպես հուզական տատանումներ, այդ փոփոխության ճգնաժամի հետ պայքարել, ինքը փորձում է ինչ-որ բաներ գտնել, ինչ-որ բանի հետ կարծես իրարամերժ շրջան է։ Նույնիսկ հոգեբանները բաժանում են հղիության ընթացքը 3 հոգեբանական էտապի։ Առաջնայինը այդ փոփոխությունների ճգնաժամը, կարծես թե այնքան հետաքրքիր է դա, կարծես թե ուրախություն, բայց դրա հետ զուգահեռ նաև անհանգստություն, կարծես թե սպասված, իհարկե, վայելք, հետաքրքրություններ, այսպես ցանկացած ակնթարթ ուզում ես վայելել, բայց կարծես թե ինչ-որ ծայրահեղ, իրարամերժ հոգեկան ապրումներ են լինում։ Ու գիտեք, հաշվի առնելով նաև մեր կանանց այդ վիճակը, արդյոք կարող եմ, արդյոք կստացվի, արդյոք լավ կընթանա հղիությունը, արդյոք ես որպես ու այսպես հարցեր, որոնք ավելի են խճճում կնոջը։ Հետո գալիս է իհարկե երկրորդ էտապը, կարծես թե այստեղ պետք է մի քիչ վայելեն, որպես արդեն իսկապես զգում ես երեխային։ Երեխայի խաղը, կարծես պիտի վայելես այդ ամենը, մեկ էլ նորից, ծննդաբերությունից, վաղ ծննդաբերությունից, հատկապես եթե դա առաջնածին է, ինչ կլինի, ինչպես կա։ Միշտ էլ վախը կա, կարևոր չէ առաջինն է, երկրորդն է, թե հինգերորդն է։ Դա այդ առումով իսկապես դրան անդրադառնանք մենք այսօր, դա շատ կարևոր հարց է, ու հետո երրորդ էտապը, այս երրորդ էտապի հետ կապված մի քիչ նույնիսկ մայրերը ասում են, որ գիտեք, ասում է, ամանչում եմ ասեմ, բայց հոգնել եմ։ Այստեղ հոգեբանը ինչով է օգնում։ Տեսեք, մայրը եթե չզրուցի այդ պահին, մայրոցող կինը հոգեբանի հետ կունենա մեղքի զգացում, ինքը հոգնել է, բայց իրականում, երբ որ հոգեբանի հետ զրուցում է, հոգեբանը իրեն ներկայացնում է, որ դու ոչ թե հոգնել ես, որ կրում ես քո մեջ, այլ այդ ամենը փոքրիկին հանոր կյանքը, այլ ընդհակառակը դու ուզում ես հոգնել ես այս վիճակից, այո, ուզում ես նոր վիճակ, զգալու, համբուրելու, ասենք դա շատ կարևոր է ու
Այստեղ է որ մայրության դպրոցում հոգեբանը օգնում է հետծննդյան դեպրեսիան կանխարգելելու ոչ թե ասենք հետո երբ որ արդեն կա նա սկսելու դրա դեմ աշխատելու։ Կանխարգելումը ավելի արդյունավետ է, ավելի արագ է, միանշանակ եւ բոլոր ոլորտներում։ Երբ պիտի գրագետ, հա, եթե մոտեցում ցուցաբերենք, երբ պիտի սկսենք անցնել այդ ճանապարհը հոգեբանի հետ, որովհետեւ մայրության դպրոցն անցնում ենք հիմնականում 3-րդ եռամսյակում։ Ընդհանրապես խոսում են այն կանայք, ովքեր պլանավորում են հղիություն, շատ լավ կլինի, որ իրենց հուզական վիճակի վրա աշխատեն դեռևս պլանավորելուց 6 ամիս առաջ, որովհետև այդ բոլոր մորհույզերը, էմոցիաները, հուզական տատանումները, անհանգստությունները երեխան սպունգի նման կլանում է, նույնիսկ երեխա չի ասենք սաղմը ունի այդ ունակությունը, պլյուս դրան նաև հղիությունը շատ թափանցիկ վիճակ է եւ կնոջ մոտ արտանում են ոչ միայն գիտակցական վախերը, այլ ենթագիտակցական վախերը։ Արդյունքում ստացվում է մի որոշակի այսպես հուզական խառնաշփոթ, ինչ որ մեկը պետք է որը աջակից կլինի եւ կօգնի կնոջը, որպեսզի կարողանա այդ ամենը հաղթահարել, որպեսզի հղիությունը դարձնի իր կյանքի լավագույն շրջանը, դա շատ կարեւոր է։ Իսկ թեկուզ հենց առաջին այսպես գրանցումից, կանանց այսպես կոնսուլտացիա, երբ որ գրանցում են, առանցին գրանցումից շատ ճիշտ կլինի, եթե նա զրուցի հոգեբանի հետ։ Հետո արդեն պարբերաբար այցելության ընթացքում բժիշկ գինեկոլոգին նաև զրուցի հոգեբանի հետ, պլյուս նաև մայրության դպրոցի սահմաններում կա հոգեբանի 3 եւ 4 նույնիսկ այսպես այցելություն, որոնք շատ կարեւոր են, որոնք հենց պատրաստում են կնոջը մայրության, այս հղիության ողջ գործընթացին, հետծննդյան շրջանին եւ հետո արդեն ես մայր եմ, այդ ապրումները նույնպես դրանք շատ հուզական գեր, հա, բացի դա նաև գեր լարվածություն է հուզական, հատկապես եթե հաշվի առնենք մեր կանացի տեսակի մեջ բոլորս կարծես ուզում ենք որ գեր խնամակալություն մեր փոքրիկին, գեր հոգատարություն, գեր կորցնելով նաև այնտեղ մեր անձնական եսի ինչ որ նշույլներ։ Տեսեք, հիմնականում պրենատալ հոգեբանը կարծես աշխատում է կնոջ հետ, ով պիտի մայրանա կամ արդեն հետծնդաբերական շրջանում է։ Բայց այստեղ մնում են դուրս հայրերը, ովքեր վճռորոշ են նաև լինում մայրիկի դեպրեսիայի մեջ հայտնվելու կամ չհայտնվելու գործում, որովհետև ես կարծում սա զույգային խնդիր է, եւ որքան էլ որ մայրիկն է անցնում այդ ճանապարհը, միևնույն է հայրիկի դերը անգերազանցելիորեն կարևոր է, որովհետև իսկապես պիտի կինը զգա, որ ինքը մենակ չի անցնում այդ ճանապարհը, որքան էլ որ ինքն է ներսում կրում այդ երեխային, բայց միևնույն է այդ նեցուկը շատ կարևոր է։ Այս հարցում ինչպես կարող ենք անել, որ այդ բալանսը կարողանանք պահել։ Մենք պարբերաբար ենք անցնում հղիների հետ այսպես դասընթացներ, վերապատրաստում ենք, ասենք նրանց այսպես մայրության այդ բեքգրաունդը վայելելուն, ընթացքը եւ այլն, այնտեղ ունենք կետ, ամուսինների փոխհարաբերությունները հղիության ընթացքում ու շատ կարեւոր է։ Գիտեք, հոգեբանության մեջ տերմին կա տղամարդու հղիություն։ Կարող է շատ ծիծաղալի թվալ, բայց հոգեբանական առումով դա շատ ճիշտ է։ Հիմա տեսեք, տղամարդը կարծես այդ ամենի, հա, մենք են այնտեղ, երկուսի արդյունքն է այդ բալիկը, որը ձևավորվում է, բայց կինը կարծես ընկնելով էֆորիկ վիճակի մեջ շատ հաճախ ինքն է, հա, ես եմ, իմ բալիկն է, իմը անտեսում է տղամարդուն։ Շատ կարևոր է, որպեսզի այստեղ էլի այդ մենքը շարունակվի, երեխայի հետ խոսելը, քննարկելը, ասենք շատ կարևոր գործոն է սաղմնային շրջանում երեխայի հետ հաղորդակցություն պահպանելը։ Դրանք շատ կարևոր են։ Հայրը պետք է մասնակից լինի։ Դա շատ երեխայի ներաշխարը ձևավորվում է հենց այդ ընթացքում, երբ որ նույն ծննդաբերության ժամանակ երեխան երբ որ ծնվում է, ինքը գիտի, արդեն գիտեք, մենք խոսում ենք սաղմ, թվում է թե այնտեղ ոչինչ, այնտեղ հոգի կա, ապրումներ կա, ինքը չէ որ արձագանքում է մերը, ինքը պիտի գիտակցի, որ իրեն սպասում են եւ հայրիկը, եւ մայրիկը, եւ շատ կարեւոր է նաեւ տղամարդու կերպարը ինչի համար, որ մասնակից լինի այդ ամենին։ Դա ոչ միայն նրա մեջ արագ էսպես, առաջ ինչպես են ասում են տղամարդը դառնում է հայր, երբ որ գրկում է երեխային։ Շատ սխալ է, տղամարդը դեռ հղիության ընթացքում ինքը պետք է աջակից լինի կնոջը, այդ հույզերը, էմոցիաները իրեն կզարգացնեն, թույլ կտան, որ ինքը արդեն երեխայի ծնվելուց առաջ էլ դեռ պատրաստ լինի այդ հայրության հոգեբանական ընկալմանը։ Դա շատ կարևոր է։ Բայց իրենց համար էլ է, չէ՞ դժվար։ Իհարկե, շատ դժվար է։ Հետո մենք գոնե զգում ենք, մենք գոնե իր հետ ենք, մենք գոնե այդ ամեն ինչ ինչ որ պիտի
բառացի ներկայացնենք հայրիկին, մենք դա զգում ենք։ Եվ շատ ինձ համար գոնե դժվար է տղամարդու համար ընկալել էմոցիաներ, որոնք ուրիշն է զգում։ Դրա համար պետք է մասնակից դարձնել։ Երբ որ այդ հուզական կապը լինում է։ Ինչպես, օրինակ պրակտիկ մի քանի խորհուրդ։ Ահա, երբ որ հուզական ապրումներ, այդ երեխան ասենք առաջին անգամ էսպես խփեց կամ չգիտեմ, այդ ամենը պետք է կիսվել ամուսնու հետ, ինքն էլ մասնակից լինի, շոյի, սիրիր բալիկին, համբուրիր, ասենք բալիկին, գիտեք, բացի մոր ձայնից, դա գիտականորեն գիտահեն նյութ էսպես տվյալ է, էլի, նա ինքը զգում է նաև հոր ձայնը, դա շատ կարևոր է։ Հեքիաթներ պատմի, այդ սիրո ջերմ զգացումը շատ կարևոր է ապահովելը։ Կարող է մի քիչ ռոմանտիկ է թվում, բայց դրա մեջ իրականություն կա։ Եվ դա գիտահեն է, բոլորը որոշեցին մայրանալ։ Որտեղ շատ սիրուն ներկայացրեցիք այդ։ Եվ մի հատ շատ կարևոր բան, եթե անդրադարձանք հայրերին, ու ծննդաբերության ժամանակ էլ են շատ հայրեր ցանկանում մասնակից լինել, դրա մեջ լավ բերում են մայրիկները։ Այո, բայց բռնի բերելուց առաջ եւ տղամարդու ցանկանալուց առաջ շատ կարևոր է, որպեսզի հայրը նույնպես պատրաստվի ծննդաբերությանը։ Եթե նա պատրաստ չի եւ հոգեբանորեն, եւ ֆիզիոլոգիայի գիտակցությամբ ճանաչելով, իմանալով, իրազեկված, եթե ինքը չի մտնում ծննդարան, ապա մենք վնասում ենք տղամարդուն։ Մենք վնասում ենք ոչ միայն տղամարդուն, այլ այդ կին տղամարդ փոխհարաբերությունները, այնտեղ շատ բան կա, այլ նրբություններ կա նույնիսկ հոգեբանական եւ տղամարդը երբեք չի պետք է լինի բժիշկ գինեկոլոգի կողքին։ Շատ դեպքեր կան, որ խանգարում են։ Դա մի կողմ, նա պետք է լինի իր կնոջ թիկունքին, այդ գիտեք դա հոգեբանական նեցու կա, որտեվ ինքը իր մեջքին է, հա, կանգնած է, ժայռ է, որը նրանք կարող են խոսել, զրուցել, ջերմ խոսքել, իրենք հաստատ կունենան իրենց այդպես նրբիկ ինտիմ խոսքերը, որոնք միշտ լցրել է նրանց ներաշխարը, բացի այդ նաև հումորն է շատ կարևոր էսպես, ու կինը կարծես երկուսով մասնակից են լինում ծննդաբերությանը։ Այ հենց անդրադառնամ ծննդաբերության հետ վախերին, այս թեմայի հենց շարունակություն է կարծես։ Երբ որ կինը չգիտի նախ առաջինը առաջնածինը, ինչ այնտեղ կկատարվի, հա, շատ կարևոր։ Իհարկե, անորոշությունը դա ոչնչացնում է, անորոշությունը տագնապ է ծնում, վախ է ծնում, ու արդյունքում ստացվում է, որ կինը դառնում է այսպես կծիկ, որ թույլ չի տալիս երեխան բնականon գնա, մկանները լարվում են, ձգվում են, արդյունքում փոքրիկը եւ իրեն է վնասում եւ փոքրիկին է վնասում։ Այդ ամ ցավից գործոնն է ավելանում, հա, երբ որ կինը մասնակից է լինում իր ծննդաբերությանը, դա շատ կարեւոր է, որ պետք է դրվի հենց մայրության դպրոցում հոգեբանի կողմից, որ կինը պետք է մասնակից լինի իր ծննդաբերությանը, ոչ թե գնացել եմ բժիշկ գինեկոլոգի իր գործը կանի։ Նախ առաջինը ընտրությունը բժիշկ գինեկոլոգի, դա շատ կարեւոր է։ Վստահության գործոնը։ Հետո գալիս է մյուս պարագայում, որ եթե վստահում ես, դու լսում ես։ Եթե վստահում ես, քո մարմինը արձագանքում է նրա խոսքին, հա, իզուր ասված խոսք չի, այստեղ արագ շնչիր, այստեղ այդ ամենը կարևոր են, ու դու օգնում ես, որ բալիկը հեշտ ծնվի։ Այստեղ դոմինանտող է նաև հաշվի առնել այն փաստը, որ ծննդաբերությունը միայն կնոջ համար չի ճակատագրական, երեխայի համար էլ է ճակատագրական։ Փոքրիկը ծնվում է մի միջավայրից, փոխվում է մեկ միջավայր։ Նրան պետք է բռնեն, այդ ձեռքը նույնիսկ հոգեբաններն ասում են, որ նեոնատոլոգները դրանք հրեշտակներ են, որտեղ առաջինն են բռնում երեխային, այնց ձեռքերը քնքշությունը, այդ աուրան, էմոցիան անցնում է փոքրիկին, հետո այնտեղ լույսը ընկալում է երեխան, այդպես չի։ Հետո պորտն են կտրում, ասում են չի զգում, բայց մեկ ինքը զգում հոգեբանորեն դեռ ոչ, ուշ է, բայց ֆիզիոլոգիապես մորից անջատվեց։ Այստեղ շատ հələ այդքանից հետո էլ մեկ-մեկ համարձակում են տոտոզիկին էսպես խփել, ու երեխան լացալ, հետո զարմանում ենք։ Իհարկե լաց լինելը շատ լավ է, բայց հետո զարմանում ենք, ինչին ածնվեց ու լաց եղավ։ Այս ամենը երեխայի համար էլ է դժվար, ու մայրը պետք է օգնի։ Ինչքան ինքը պատրաստված լինի, ինչքան ինքը այդ ամենը գիտակից լինի, իրազեկված լինի, ծնունդը շատ հեշտ կանցնի։ Ու այստեղ է, որ հայրը նաև պետք է օգնի, հայրն էլ մասնակից դառնա, որպեսզի ծննդաբերությունը հեշտ ընթանա։ Բայց եթե ասենք ստացվում է այնպես, որ Բայց հիմա մեր կանայք եւ մայրերը եւ հայրերը շատ ավելի պատրաստված են, չէ՞, որովհետեւ երբ մենք նայում ենք օրինակ մեր ծնողներին, մեր տատիկ-պապիկներին, շատ հաճախ պատմում են, որ նույնիսկ հայրիկի համար ամոթալի էր, որ օրինակ ձեռքը որովայնին դնի, խոսի, ուր մնաց մի բան էլ հեքիաթ պատմի, ինչպես դուք ներկայացրեցիք, համբուրի, երգի, սրանք ամոթալի երևույթներ էին։ Եվ առհասարակ նույնիսկ կանայք փորձում էին թաքցնել հղիության փաստը, որտեղ ամոթ էր։ Մենք եկանք հասանք նրան, որ ոչ թե ամոթ է,
այլ սա հպարտանալու առիթ է եւ հայրիկներ, այո, ունի իրավունք եւ պարտավորություն լինելու մասնակիցը։ Այս հարցում մենք կարող ենք ասել, որ իսկապես այլը տեղից շարժվել է եւ մենք ունենք լավ առումով դրական տեղաշարժ։ Շատ ապրեք, շատ տեղին ասացիք, իսկապես դրական տեղաշարժ մեր դասընթացների ընթացքում դա բացահայտվում է, էլի, երբ որ հայրերն են հետաքրում, իսկ ես որն է իմ գործ էս պարագայում, ինչ պետք է անեմ, որ ավելի լավ լինի, ինչ պետք է անեմ, որ հղիության ընթացքը իմ կնոջ համար ավելի հետաքրքիր լինի, բազմազան լինի։ Գիտեք, այստեղ մի փոքրիկ նրբություն ու խորամանկություն էլ կա։ Զույգերը ավելի են ամբրանցնում իրենց կապը, հոգեհուզական կապը, երբ որ հղիության ընթացքում մենքը հստակ գործում է։ Բայց այստեղ երկուսն էլ պիտի այդքան հասունացած լինեն, չէ՞ որ այս շրջանը օգտագործեն իօգուտ հարաբերությունների։ Բնականաբար, իսկ եթե չկա, ասենք փոքրիկ ազդակը մասնագետի օգնում է, իրենք տեղից շարժվում են, կարող է մարդիկ ունեն ներքին այդ ամեն ինչը, բայց կիրառելու համար կարծես թե ինչ որ միտեղ այսպես կամ ընդհանրապես արդյունքում մասնագետը փոքրիկ ազդակ ու մարդիկ իսկապես ու այստեղ շատ կարևոր է նաև արթերապևտիկ էլեմենտների կիրառումը հղիության ընթացքում, որ մենք դասընթացների ժամանակ նաև անում ենք, այդտեղ բան կա, ամբողջ աշխարհում կիրառվող սոնատալ երաժշտական մեթոդ կա հղիների հետ, որ նաև մասնակցում են հայրերը, իրենց այդ երգերը լսելը միասին, պարը շատ հետաքրքիր է ու շատ օգնում է, աջակցում է, որպեսզի իսկապես կինը ոչ թե կենտրոնանա ցավի զգացողության վրա, այլ ընդհակառակը վայելի մայրության բերկրանքը։ Ու այդ դեպքում հետծննդյան դեպրեսիա չի լինի։ Գիտեք, այսպես է, հետծննդյան դեպրեսիա լինում է, այսպես թե այնպես, եկեք անձիվ, անկեղծ լինենք, 12-ից 48 ժամ լինում է։ Դա իր բացատրությունն ունի։ Կինը 9 ամիս ապրում էր, սիրտ առ սիրտ, բաբախում էին, իրանց գաղտնիքներն ունեն ու միանգամից դատարկություն։ Բնականաբար այդ հուզական տատանումը լինելու է։ Բայց ոչ հիվանդագին աստիճան։ Ու հետո շատ կարևոր է հիմա, որ երեխային ասենք մաշկ ծնում են կնոջ մոտ, այդ ձեր ասած հին ժամանակներում տանում էին միջալոց, ասում են, որ այն ժամանակ էլ վախ կար արդյոք իմ երեխային բերեցին։ Երեխան երբ որ մամայի մոտ չէր, էլի այնպես որ մենք առաջընթաց ունենք։ Այո, դրական տեղաշարժ ունենք եւ այստեղ անգնահատելի է նաեւ մասնագետների աշխատանքը, ինչու ոչ նաեւ գովենք մեզ լրատվամիջոցների աշխատանքը, այնպես որ միասին եւ միահամուռ ուժերով մենք շատ շուտով վստահ եմ ունենալու ենք այն երանելի պատկերը, որի մասին ցանկացած մասնագետ երազում է եւ աշխատում է հետ սրան հասնելու համար։ Շնորհակալ եմ շատ, որ այստեղ էիք։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ զրուցակիցս հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի շուրջծննդյան հոգեբանության բաժնի համակարգող պրենատալ հոգեբան Աննա Բադալյանն էր։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք, կհանդիպենք ցտեսություն։